Կրկին բարև սիրելի հայրենակիցներ, այսօր մայիսի 7-ն է եւ այս հաղորդման ընթացքում խոսելու ենք մի քանի կարևոր հարցերից։ Ամենակարևոր թեմաներից մեկը այն է, որ Զախարովան հայտնվեց եւ հոլյուցինացիայի տակ նոր հայտարարություններ արեց, ինչելուց հոլյուցինացիա է, ոչ թե գալյուցինացիա, ինչպես որ ասում էր պարոն Սամվել Կարապետյանը, այդ հարցին էլ կանդրադառնանք, թե ինչի համար նա արեց այդ հայտարարությունը, ինչ էր դրանով ուզում ասել, կփորձենք հասկանալ, քանի որ շատ բարդ է, իմաստ դժվար է գտնել, բայց այնուամենայնիվ կփորձենք հասկանալ։ Իհարկե, վերջում կանդրադառնանք նաև միջազգային կարևոր անցուդարձին։ Սակայն հիմա կարծում եմ ամենակարևորը Փաշինյանի մամլո ասուլիսն է, նրանց բացի հակակոռուպցիոն կոմիտեի նոր բացահայտումները, Սամվել Կարապետյանի հայտարարությունը եւ Զախարովայի հայտարարությունը։ Խնդրում եմ անպայման լայքերը դնել, բաժանորդագրվել, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին եւ գրել ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Ուրեմն, Զախարովան արթնացավ նոր հոլյուցինագեններ ընդունելուց հետո, այդպիսի սնգեր կան, ըստ Սամվել Կարապետյանի, նոր սկանդալային հայտարարություններով հանդես եկավ ընդդեմ Հայաստանի։ Ճիշտն ասած, ես սպասում էի, որ Զախարովան անպայման պետք է խոսեր, ես նաև մեր նախորդ հաղորդումների մեջ էի այդ մասին խոսում, եւ ահա խոսեց Տիկին Զախարովան, եւ ինչ է ասում նա։ Նրա խոսքերով Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքականությունը, այդ կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է նրան, որ Բրյուսելից հակառուսական գծում հայտնվի Հայաստանը, այսինքն Բրյուսելից ուղղորդված հակառուսական գծում հայտնվի Հայաստանը, անդառնալի իր բոլոր քաղաքական, տնտեսական հետևանքներով Հայաստանի համար իհարկե։ Այսինքն սպառնում է Տիկին Զախարովան, որ Բրյուսելը ներգրավելու է Հայաստանին իր արտաքին քաղաքականության մեջ, հակառուսականության մեջ եւ Հայաստանը դրանից կունենա քաղաքական եւ տնտեսական խնդիրներ։ Նախ հակառուսականությունը այլ բան է, հակառակ լինելը ներկայիս Ռուսաստանի իշխանությանը, որին որ արդեն կամաց Ռուսաստանի ժողովրդի մեծ մասն է արդեն դեմ դուրս գալիս, լրիվ ուրիշ բան է։ Օրինակի համար, երբ որ մենք խոսում ենք Ռուսաստանի քաղաքականությունից, ոչ ոք, այսինքն նորմալ մարդկանց մասին է խոսքը, ոչ ոք չի կարող մեզ մեղադրել հակառուսականության մեջ, հակառուսական տրամադրությունների մեջ։ Անկեղծ ասած, ես նույնը չեմ տեսնում նաև եվրոպացիների մեջ, բայց Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ իրենք շատ կոնկրետ եւ հստակ վերաբերմունք ունեն։ Հայաստանի իշխանությունները մի փոքր զգուշավոր են, հասկանում ենք ինչ-ինչ պատճառներից ելնելով։ Եվ միանշանակ է այն, որ մինչև օրս ես չեմ տեսել, որ օրինակի համար դրսից ուղղորդված Հայաստանի իշխանությունները որոշեցի քաղաքականություն անեն ընդդեմ Ռուսաստանի եւ այն բոլոր հայտարարությունները սուր, որոնք որ հնչել են Ռուսաստանի նկատմամբ, համեմատաբար սուր։ Արի փաստենք եւ որպես փաստ բոլորս ընդունենք, դրանք կապված են եղել Ռուսաստանի դիրքորոշման հետ, Արցախի մասով, հապկի անգործության մասով, Ադրբեջանի ագրեսիայի մասով Հայաստանի նկատմամբ, Սյունիքի հետ կապված իրենց ծրագրերի հետ։ Յուրաքանչյուր նորմալ հայ պետք է որ սա փաստի։ Բայց մենք ինչ ենք տեսնում, դեր Զախարովայի հայտարարություններին կանդրադառնանք, ուղղակի խոսքը առաջացնում։ Մենք ինչ ենք տեսնում մամլո ասուլիսի ժամանակ, այնպիսի հարցեր են տալիս լրագրողները Փաշինյանին, կարծես փորձում են նեղը դնել, փորձում են իրենք քաղաքական հայտարարություններ անեն։ Սա ընդհանրապես ժողովրդավարությունից օգտվել է, սա ժողովրդավարություն չէ, ես չտեսա որևիցե լրագրող նորմալ, ով որ իր հետաքննությունը ինչ որ հարցերի շուրջ անցկացրած լիներ եւ նորմալ հարցեր ուղեր։ Իրենց մտահոգում էին, թե ինչու է Զելենսկին եկել Հայաստան, ինչի է Զելենսկին Հայաստանում հայտարարություններ անել, արդյոք դա չի վնասում հայ-ռուսական հարաբերություններին։ Կարծես թե Ալիևը երբեք չի գնացել Մոսկվա եւ այնտեղից հայտարարություններ չի արել Հայաստանի նկատմամբ։ Կամ երբ որ հիշում էին, թե Զելենսկին իբր շնորհավորել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը գրավելու համար, մոռանում էին, որ առաջիններից մեկը հենց Վլադիմիր Պուտինն էր, ով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ մի քանի անգամ ճանաչեց։ Մոռանում են, որ Շոյգուն էր, որ
Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցից հետո խոստով անեց, որ իրենք Թուրքերի հետ շատ փայլուն սպեց օպերացիա են կազմակերպել։ Զախարովան ասում է, որ Երևանում այդ գագաթնաժողովի ժամանակ ռուսաֆոբ մթնոլորտ էր տիրում։ Մարիա Զախարովայի խոսքերով Վլադիմիր Զելենսկին մայիսի 9-ին Կարմիր հրապարակի վրա հարձակվելու սպառնալիքները ազդվել են եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովի ռուսաֆոբ մթնոլորտից։ Ինքն այդ մթնոլորտից ելնելով Զելենսկին այդպիսի հայտարարություններ է արել իբր։ Եվ Զախարովայի խոսքերով հանդիպան մասնակիցներից ոչ մեկը չի դատապարտել Զելենսկին այդ հայտարարությունների համար, խոսել են նացիզմի դեմ հաղթանակից, բայց կարևոր է այստեղ հասկանալ, որ ոչ ոք չէր էլ դատապարտելու Զելենսկին, քանի որ մենք տեսնում ենք, որ անընդհատ Կիևը, Խարկովը եւ մնացած քաղաքները նույնպես հրթիռակոծվում են եւ նաեւ դրոների հարձակման ենթարկվում Ուկրաինայում, ինչից տուժում են բազմաթիվ Ուկրաինայի խաղաղ քաղաքացիներ։ Այսինքն այս պատերազմը հետևանքներ ունի թե ռուսների համար եւ թե ուկրաինացիների համար։ Հաջորդը Զախարովան փաստացի համարձակություն գտավ եւ անդրադարձավ նաեւ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Բելարուսի մասով։ Բելարուսը քիչ առաջ հայտարարություն էր անում, որ ինքը սուվերեն երկիր է, սուվերեն պետություն է եւ հիմա մենք տեսնում ենք, որ չէ։ Զախարովայի պաշտպանության կարիք այնուամենայնիվ ունի Բելարուսը։ Եվ Զախարովան ազդված լինելով պարոն Սիմոնյանի հայտարարություններից ասում է, որ բլոգերները եւ լրագրողները թող գնան եւ տեսնեն, թե ինչպես են մարդիկ ապրում Բելարուսում։ Իսկ իրականությունը այն է, որ Բելարուսում կան բազմաթիվ հարյուրավոր քաղբանտարկյալներ։ Մարդիկ վախենում են ուղակի արտահայտվել, ինչ որ նույնիսկ փոքրիկ ծրտումներ չեն կարող խանել։ Եվ իհարկե ընդհանրապես չի կարելի համեմատել այն ամենի հետ, ինչ տեղի ունենում Հայաստանում։ Եվ Փաշինյանն էլ շատ լավ իր մամլո ասուլիսի ժամանակ հստակ եւ պարզ անդրադարձավ, որ Բարգավաճ Հայաստանի առաջնորդին երբեք չտեսանք, որ քննադատեր իր ընկեր Բելարուսի նախագահին։ Բայց ի տարբերություն մնացած բոլոր նախագահների ամբողջ երկրից վերցրած Բելարուսի նախագահ Վլադիմիր Լուկաշենկոն, երբ որ գտնվում էր Բաքվում, հստակ հայտարարեց, որ իրենք շատ լավ էլ օգնել են Ադրբեջանին, Ադրբեջանի հետ միասին ծրագրում էին, թե ինչպես Ադրբեջանը պետք է գրավի Լեռնային Ղարաբաղը։ Եվ շատ լավ եւ շատ ճիշտ ձևով Փաշինյանը հիշեցրեց այդ ամենի մասին։ Եվ կրկին Զախարովայի հայտարարությանը վերադառնա, քանի որ իր հետ ամեն ինչ կապված է, փորձում են ամեն ինչ այնպես ներկայացնել, որ մաքսիմալ ձևով པարզ դառնա։ Ըստ Զախարովայի իբր Ալեն Սիմոնյան նախանձում է Բելարուսին եւ դրա համար հարձակումներ է կատարում Մինսկի վրա, քանի որ Բելարուսը ունի արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ այլն։ Անհեթեթ հալյուցինացիայի տակ գտնվող կնոջ հայտարարություն է։ Իմիջայլոց, քանի որ հալյուցինացիայից խոսեցինք, այսօր Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել, թե իբր երբ որ Փաշինյանը գտնվել է Չինաստանում, այնտեղ փորձարկել է հալյուցինացիա առաջացնող ցնկեր, շատ դուր է եկել իրեն եւ 1 տոննա իր հետ բերել է Հայաստան։ Թե ինչ էր ուզում ասել դրանով Սամվել Կարապետյանը, դժվար է հասկանալ, անկեղծ ասած, ուզում էր ասել, թե Նիկոլ Փաշինյանը թմրամոլ է, թե Նիկոլ Փաշինյանի դուրը գալիս է հալյուցինագեն ցնկերը, բայց գալյուցինացիա չէ, էլի, հալյուցինացիա։ Եվ դրանով իսկ ուզում էր վիրավորել, բայց ստացավ արդյունքում այն, որ Նիկոլ Փաշինյանը խոստացավ դատի տալ Սամվել Կարապետյանին եւ բազմաթիվ հիմա արձագանքներ կան նաեւ այդ իր հայտարարության պատճառով։ Սակայն ճիշտն ասած, ես մեծ հաշվով դրա իմաստը չհասկացա, թե ինչու համար Սամվել Կարապետյանը արեց այդ հայտարարությունը, ինչ էր ուզում դրանով ասել։ Մեկ բան պարզ է, ուզում էր վարկաբեկել, բայց ինչ ձևով եւ ինչպես իմաստը որն էր։ Ու քանի որ անդրադարձա ուժեղ Հայաստան այդ կուսակցությունը, չէ, երևի կուսակցության առաջնորդի հայտարարություններին, կարևոր է նշել, որ հակակոռուպցիոն կոմիտեն նոր բացահայտում է իրականացրել Հայաստանում եւ բարձել է կրկին ինչ որ նոր կոռուպցիոն սխեմա, թե ինչպես Օրենբուրգի գործարարների ներգրավմամբ հերախոսազրույց է տեղի ունեցել, կոչ են արել ընտրել Սամվել Կարապետյանին եւ այլն, այդպես շարունակ։ Այսինքն
հակակոռուպցիոն կոմիտեն երևում է, որ շատ ակտիվ աշխատում է։ Իսկ մի քանի օրերը մենք ուղղակի բոլորս տարված էինք Հայաստանում տեղի ունեցող այդ մեծ միջոցառումներով եւ այդ ընթացքում տեղեկություններ չկար հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքներից։ Կարծում եմ հիմա մոտակա օրերս ավելի շատ կլինեն նման տեղեկությունները։ Կարծում եմ կարևոր է նաև նշել այն, որ Լատվիայի նախագահը պաշտոնական այցով հիմա մայիսի 7-ին գտնվում է Հայաստանում եւ նա արդեն իսկ այցելել է Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ դեռևս չկան։ Միջազգային լուրերին անդրադառնալիս պետք է նշենք այն, որ Գալիբաֆը Իրանի խորհրդարանի խոսնակ Գալիբաֆը փաստացի ծաղրել է Թրամփի հայտարարությանը, թե ինչու է Թրամփը կանգնեցնում ազատության այդ օպերացիան Հորմուզի նեղուցում։ Այս մասին տեղեկացնում է Fox News-ը եւ փաստացի կրկին Իրանից մենք տեսնում ենք այդպիսի հայտարարություններ։ Ճիշտ է, Թրամփը ասում է, որ ինձ հետ շատ լավ բանակցում են, հետո այլ ձևի հայտարարություններ են անում, ինչը իրեն դուր չի գալիս։ Եվ սա հերթական այդպիսի հայտարարությունն է հիմա տակից իրանցիները իրոք նորմալ ձևով բանակցում են Թրամփի հետ, չեն բանակցում, ինչ հայտարարություններ են անում, դժվար է ասել, բայց Գալիբաֆը կրկին ծաղրել է Դոնալդ Թրամփին, ասելով, հասկացնելով, որ փաստացի դուք չեք կարող ոչ մի օպերացիա իրականացնել, ազատության ոչ մի օպերացիա էլ չկա, չի կարող իրականություն դառնալ Հորմուզի նեղուցում, մենք ենք այնտեղ վերահսկում իրավիճակը, դրա համար էլ Թրամփի հայտարարությունները արժանի են ծաղրանքի, բայց անկեղծ ասած ես դեռ չէի շտապի նման գնահատանքներ տալ ինքս, հասկանում եմ թե ինչ են անում իրանցիները, հնարավոր է իրոք տակից փորձում են բանակցել, պայմանավորվել, բայց իրենց հասարակության համար նաև ի ցույց աշխարհի լրիվ այլ հայտարարություններ են անում, բայց դա շատ երկար չի կարող շարունակվել, տեսնենք, այս մի քանի օրերի ընթացքում կարծում եմ շատ բան պարզ կդառնա։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև լարվածությունից խոսել եմ նախորդ հաղորդումների ժամանակ, կրկին Զելենսկին հայտարարություններով է հանդես եկել, այսինքն եթե Ռուսաստանը ինչ որ գործողության դիմի, Զելենսկին խոստացել է նույն ձև պատասխանել Ռուսաստանին։ Եվ առավոտյան մենք նաև տեղեկացանք այն մասին, որ Սոչի քաղաքում օդային տագնապ է հնչել, բազմաթիվ վտանգներ են օդում տեսել, հետո նաև լսվել են բազմաթիվ պայթյուններ։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն կհանդիպենք։